Շնորհակալ եմ, հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ձեր քննարկմանը ներկայացնել Վահե Մկրտչյանի թեկնածությունը։ Վահե Վարդանի Մկրտչյանը ծնվել է 1977 թվականին օգոստոսի 4-ին Մանկավարժի ընտանիքում, 1984 թվականից մինչև 1991 թվականը սովորել է Լեռնագոգի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև 1991 թվականից մինչև 1994 թվականը ուսումը շարունակել է Թալինի ակադեմիական միջնակարգ դպրոցում, 1995 թվականից մինչև 2000 թվական սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետի կառավարման բաժնում, 2000 թվականից մինչև 2002 թվական ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ 2007-ից մինչև 2010 թվականը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում որպես հայցորդ, 2011 թվականի դեկտեմբերի 6-ին վերջինիս շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2004 թվականի ապրիլի 5-ից մինչև 2007 թվականի մարտի 21-ը զբաղեցրել է Կենտրոն Թաղապետարանի հարկային եկամուտների գանձման և վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնը, 2007-ի մարտի 21-ից մինչև 2009-ի օգոստոսի 14-ը զբաղեցրել է Կենտրոն Թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմի հարկային եկամուտների հաշվառման և գանձման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, 2009 թվականի օգոստոսի 14-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը զբաղեցրել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման վարչության բյուջետային կառավարման և գնումների բաժնի պետի պաշտոնը, 2021 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման և հաշվառման վարչության պետի պաշտոնը, 2022 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 25 թվականի մայիսի 31-ը զբաղեցրել է VLV-ՍՊ-ի տնօրենի օգնականի պաշտոնը, 25 թվականի հունիսի 1-ից քաղաքացիական պայմանագրով աշխատում է VLV Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում։ 13 թվականից մինչև 18 թվականի համատեղությամբ դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնում որպես ասիստենտ, նույն համալսարանում եղել է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի և անդամ և նախագահ, ամուսնացած է, ունի 3 զավակ։ Սիրելի գործընկերներ, եթե ունեք հարցեր կպատասխանեմ սիրով, շնորհակալ եմ ուշադրության համար։ Հարցերի համար հերթագրում Խաչատուր Սուքիաշյան։ Շնորհակալություն։ Ինձ հետաքրքրում է այդ մասնագետներին կամ առաջարկող մարդկանց որտեղից եք վերցնում, իրենք են դիմում, թե ովքեր են առաջարկում, էլ ովքեր են ուզել ցանկություն հայտնել, որ լինեն այդ պաշտոնում։ Շնորհակալ եմ պարոն Սուքիասյան հարցի համար, մրցութային կարգ է գործում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափոր պաշտոնում թեկնածուի ընտրության համար, այդ մրցութային կարգը ենթադրում է, որ հավակնորդները իրենք են դիմում այդ նպատակով հատուկ ստեղծված մրցութային խորհրդին, այսինքն որևէ մեկը չի առաջարկում, մենք ինքներս չենք գտնում, հայտարարություն ենք տարածում, այդ հայտարարությանի պատասխան դիմում են տարբեր թեկնածուներ եւ այդ տարբեր թեկնածուների միջից համապատասխան թափուր պաշտոնների արկայությանը համապատասխան ընտրվում են որոշակի թվով թեկնածուներ։ Հիմա մենք այդ մեկ թափուր պաշտոնի համար մեզ դիմել է 2 թեկնածու, 2 թեկնածուների վերաբերյալ բարեվարկության ուսումնասիրություն է իրականացրել մրցութային խորհուրդը, հետո մենք նաև իրականացրել ենք հարցազրույց 2 թեկնածուների հետ եւ այդ հարցազրույցի արդյունքներով մրցութային խորհրդի որոշմամբ պարոն Մկրտչյանի թեկնածությունն է ընտրվել եւ հիմա ներկայացվում է ձեր դատին իմ կողմից։ Արձագանք։ Ես ուզում եմ չափորոշիչների հետ ծանոթանալ եւ ցանկալի կլիներ հասկանալ մյուս թեկնածուն, ինչու ոչ մյուս թեկնածուն, ինչու այո այս թեկնածուն։
Եթե կարելի է, շնորհակալություն։ Շնորհակալ եմ կրկին պարոն Սուքիասյան հարցի համար եւ հնարավորության համար մի փոքր նաեւ գործընթացը ներկայացնել։ Մրցութային խորհուրդը ունի գնահատման համակարգ եւ 100 բալանոց համակարգով գնահատում է յուրաքանչյուր տեխնացուի 40 բալ առավելագույնը գնահատվում է տեխնացուն ոլորտին առնչվող իրավական գիտելիքների համար, այսինքն համապատասխան օրենսդրության, միջազգային կոնվենցիայի, միջազգային փաստաթղթերին, որոնք ըստ էության վերաբերում են կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, իսկ 60 բալ նախատեսվում է տեխնացուի աշխատանքային փորձառությանը, փորձառության վերաբերելիությանը ոլորտին, կոռուպցիայի ընկալմանը, կոռուպցիան ռիսկերը զգալու ունակությանը եւ այդտեղ հանձնաժողովը արդեն կոնկրետ յուրաքանչյուր այդ չափանիշների համապատասխան գնահատում է իրականացնում, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է տեխնացուին եւ հետո այդ գնահատականների հիման վրա միջինացված ցուցանիշներով մենք արդեն ունենում ենք առավելագույն բալեր ստացած տեխնացուն համարվում է հաղթած։ Այսինքն սրանք են չափանիշները եւ այստեղ մի խնդիր ունենք, որը օրենսդրության հետ կապված խնդիր է, ըստ էության օրենսդրությունը չի նախատեսում գնահատման նվազագույն շեմ, որից ցածր գնահատվելու դեպքում որևէ տեխնացու կարող է չընտրվել եւ մրցութային խորհուրդը ըստ էության ստիպված է լինում հիմա ավարտեմ եղած տեխնացուներից որևէ մեկին ընտրել։ Այդ օրենսդրական խնդիրը մենք շուտով կշտկենք եւ այս առումով ավելի հստակություն կունենանք։ Շնորհակալություն պարոն Ռուբինը։ Ես հարց կտամ Տիկին Ջուլակյան, էլի ընթացակարգի վերաբերյալ կմանրամասնեք մրցութային խորհրդի անդամ ովքեր են եւ ինչ համամասնությամբ է որոշումը կայացվել։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ռուբինյան, մրցութային խորհրդի անդամներն են բարձրագույն դատական խորհրդի ներկայացնող անդամ ունենք, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացնող մրցութային խորհրդի անդամ, վարչապետի աշխատակազմը ներկայացնող անդամը, ազգային ժողովը ներկայացնող անդամ, որը ես եմ, եւ փաստաբանների պալատը ներկայացնող անդամը, բոլոր մրցութային խորհրդի անդամների դիրքորոշումը եղել է այն, որ երկու տեխնացուներից ավելի գերադասելի է ձեր դատին ներկայացված տեխնացուն։